Տվյալ անձնավորությունը նախկին հոգևորական կամ երբևիցե համարում այդ մարդը հոգևոր արժեքների հետ ոչինչ կապ չունի։ Կանադայի քաղաքացու մասին է խոսքը։ Ինքը ասում է այն սցենարը, որը իրականացվել է մարտի 1-ին։ Բայց ինքը դրան համեմել է նաև հոկտեմբերի 27-ի սցենարը։ Ավելին, ինքը համեմել է նաև նոյեմբերի 9-ի սցենար։ Այսինքն կա մի հատ կոմպլեքս ծրագիր։ Կա մի ծրագիր մշակված, որոնք փորձ է արվում այդ ծրագիրը դարձնել իրականություն։ Բայց ես ուզում եմ շնորհավորեմ ազգային անվտանգության ծառայությանը, որտեղ նման մեծածավալ գործողությունները մի օրում չի ծնվել։ Նշանակում է համակարգը աշխատել է մեր ներքին գործերի համակարգը, քրեական ոստիկանությանը, քննչական մարմիններին, որոնց աշխատանքի շնորհիվ պետք է բացահայտվի ամենայն մանրամասնությամբ բոլոր այն խմբերը, որոնք ես համոզված եմ դեռ գոյություն ունեին վաղուց, պարզապես իրանք անցել են ընդհատակ։ Նոյեմբերի 9-ը մեկ սեղմուվով այդ բոլոր ուժերը հավաքվեցին եւ մի վայրկյանում իրենք պլանավորված մտան պետական շենքեր։ Մի վայրկյանում հայտնաբերեցին ազգային ժողովի նախագահին եւ մահափորձ իրականացրեցին։ Մեր բախտը բերեց, որ Արարատ Միրզոյանը այնուամենայնիվ իրենց նպատակին չհասավ։ Իրենց թվում էր, բայց Արարատ Միրզոյանը սպանել են գնում են Փաշինյանի հետևից։ Եթե Փաշինյանին էլ հաջողվում էր հայտնաբերել, նույն հոկտեմբերի 28-ի կրկնությունն էր։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։